Պարոն Օսկանյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Նախ եւ առաջ կուզենայի ձեր քաղաքական գնահատականը ջրառատում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ, որում ըստ ձեր դաշինքի աջակիցների կողմնակիցներին ներգրաված է նաեւ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, նրա եղբայրը գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, հանրապետական գյուղապետը, որը ըստ էության հանդիսանում է ազգականը Երանոսյանի, այսինքն Երանոսյանները նրա քեռին են։ Ինչպես եք դուք գնահատում Սամվել Բաբայանը ձեր աջակիցներից այս գործողությունները բանդայի գործողությունների հետ համեմատեց։ Նայեք, այն մեկը յուրովի իր գնահատականը տալիս է, բայց մեծ հաշվով ես իրեք դրական եմ գնահատում այն, որ քաղաքական գործիչները միանգամից արձագանքեցին այս երևույթին, դատապարտեցին բոլորը, որտեղ իսկապես շատ դատապարտելի է եւ սրա դեմ իսկապես պետք է մեծ պայքար մղել։ Սա իհարկե արդյունք է այս դարիների իրեք այս ինքնահոսի թողնված անպատժելիության մթնոլորտի, որ մարդիկ կարողանում են համարձակվել ընդրաշավի ընթացքում հենց նման քայլերի գնալ եւ դա միանգամից պետք է բոլորս դատապարտենք եւ իսկապես դրա դեմ պետք է մեծ պայքար մղել։ Ես ասեմ, հակառակ որ իրեք հետևանքները վատ են եղել, բայց ես իրոք գոհ եմ, որ մեր տղաները, ակտիվիստները անդրադարձել են այդ բոլորին, արձագանքել են, համապատասխան այսպես պատասխան են տվել իրենց արժանապատվության նկատմամբ եղած ոտնձգություններին եւ դրանով ես կարծում եմ, որ իրենք դրական այսպես նպաստ են բերում ընդհանրապես մեր հասարակության նման երևույթների դեմ պայքարին։ Այսինքն որ զինաթափել են նաև որովհետև նախ իրենց արժանապատվությունն են պաշտպանել, իսկապես մենք մեր ընդրաշավի ժամանակ հաճախ ենք ասում, Սեյրան Օհանյանը բազմիցս դրա մասին խոսում է եւ համարյա յուրաքանչյուր ելույթ ավարտում է հետեւյալով, որ կյանքս հայրենիքին, բայց արժանապատվությունս ոչ մեկին, սա մեր ժողովրդի իսկապես գիտեք բանը պետք է լինի, հիմնական սկզբունքը պետք է լինի։ Եվ մենք իրոք եթե եկանք իշխանության, մեր ժողովրդի արժանապատվությունը ամեն մի անհատի, ամեն մի քաղաքացու առաջնային խնդիր է լինելու։ Իշխանությունը ինքը պետք է թույլ չտա, որ մեր քաղաքացիների արժանապատվությունը երբևիցե ոտնահարվի։ Ես դրանով նկատի ունեմ ոչ թե միայն ուժային ոտնահարում, այլ նաև ընդհանրապես նրանց գարիքների առումով, սեփականության առումով, երեք ամեն ինչի առումով։ Արժանապատվությունը մեր ժողովրդի ամենակարևորագույն գործոնն է, որովհետև այն ժողովուրդները, որոնք իրոք արժանապատվությունը կորցնում են, դրանցից ինչ որ դրական բան ակնկալելը արդեն գիտեք անհուսալի է դառնում։ Դրա համար է շատ կարևոր է, դրա համար էլ ես իսկապես շատ գոհ եի, որ տղաները կարողացան իսկապես ինքնապաշտպանվել անկախ վերջնարդյունքից։ Այսինքն բռնությամբ պատասխանելու է այստեղ։ Արժանապատվություն դու քեզ պետք է կարողանաս պաշտպանել, թույլ չտաս։ Եվ ես շատ գոհ եմ, որ բոլորը իսկապես միաբերան դատապարտում են դեղի ունեցած այս երևույթը, որը միանշանակորեն մեր ընդրաշավի դեմ ուղղված ուրեմն քայլ էր, երբ ակնհայտորեն գյուղապետը, նրա աջակիցները ուղղակի սպառնացել էին գյուղացիներին այդ ընդրաշավի մասնակցելու համար։ Պարոն Օսկանյան, ձեր աջակիցներից մի քանիսը տուժած են, գիտեք, հիվանդանոցում են գտնվում եւ նրանցից մեկի ծնող Ազատության հետ զրույցում պատմեց, թե ինչպես է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով նույնպես համակարգի աշխատող է, բավական բարձրաստիճան, զենքը պահել է իր որդու գլխին եւ պահանջել է, որպեսզի նա ծնկի գա։ Ձեր կարծիքով ինչու է իշխանությունը այսօրինակ անձանց հանդուրժում ոստիկանության համակարգ, որ ըստ էության կոչված է պահպանել օրենքը։ Որտեղ իշխանության համար ավելի առաջնային է դարձել իրենց շահերը պաշտպանելը եւ ոչ թե օրենքը, դրա համար էլ հանդուրժում են։ Այս նույն մարդիկ տարբեր առիթներով տարբեր ոտնձգություններ են արել եւ որևէ պատիժ չեն գրել։ Դրա համար էլ ամեն անգամ որ սրանք նման ոտնձգություններ անում են, ավելի այսպես ծանր քայլի են գնում, որովհետեւ չեն պատժվում։ Անպատժելիության այս մթնոլորտը մեր երկրում հանրապետությունը իսկապես պետք է ընդմիշտ վերացվի։
Լեռնիկ Երանոսյանի նկատմամբ ծառայողական քննություն կա, բայց Լևոն Երանոսյանը, ով նույնպես կադրերում երևացել էր այդ օրերին, որևէ քննություն չի ընթանում։ Դուք պահանջ ներկայացնելու եք ձեր դաշինքը, որպեսզի բարձրաստիճան այս ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն։ Իհարկե, պետք է շատ թափանցիկ, օբյեկտիվ, իսկապես քննություն լինի եւ հանցավորները միանշանակ պետք է բաճվեն։ Մենք հետեւական ենք լինելու, գիտեմ, որ նաեւ միջազգային հանրությունն է սրանով հետաքրքրված, տարբեր տեսփանատներից ցանկել են, հետաքրքրվել են, ինչպես նաև դիտորդներն են հետաքրքրություն ցուցաբերել եւ կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, հետևենք, որ իսկապես թափանցիկ եւ օբյեկտիվ քննություն լինի եւ մեղավորները անպայման բաճվեն։ Պարոն Ասկանյան, ջրարատում տեղի ունեցածը ուղղված էր կոնկրետ ձեր դաշինքի դեմ, թե պարզապես որ ընդդիմադիր ուժն էլ այդ օրը այդ գյուղում փորձեր հանրահավաք անցկացներ, տեղի կունենար նման միջադեպ, ինչու եմ սա հարցնում, որովհետև քննչական կոմիտեն, որը զբաղվում է այս գործով, քրեական գործ է հարուցել, նշում է, որ սա ընտրությունների հետ կապ չունի այս ջրարատի միջադեպը, այդ ընտանիքները կարծես թե հնուց եկող ինչ-որ խնդիրներ ունեն իրենց միջև, այսինքն փորձ է արվում ցույց տալ, որ սա նախընտրական գործընթացների հետ որևէ առնչություն չունի։ Դե իհարկե, հիմա փորձում են այդպես ներկայացնել, որովհետեւ իրենց վրա դա սվեր չգցի, բայց միանշանակ էր, որ սա ընդրաշավի հետ կապ ուներ եւ կարծում եմ, որ սա կարող էր կատարվել ցանկացած ինտիմատիր ուժի հետ, որովհետեւ այս մարդիկ, գիտեք, իրենց տարածք ասելով, այսինքն այն գյուղը, որտեղ ծնվել են եւ այլն, իրենց սեփականությունն են համարում։ Գիտեք, սա մի նմուշ է, մի մասնիկ է ընդհանուր մի երևույթի։ Այսօր իշխանավորները իսկապես համարում են սա իրենցն է, սա իրենց, չգիտեմ, գիտեք, սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի ինչ որ միջամտելու կամ գիտեք իրենց ազատ այդ կոորդինացիոնը կաշկանթելու կամ վտանգ հանդիսանալու ընդրությունների միջոցով իշխանափոխության սա գալիս է նրանից, որ տարիներ շարունակ այս մարդիկ եղել են իշխանության գլխին, ինչ ուզեցել արել են, չեն բաճվել եւ անընդհատ դրանից օգուտներ են քաղել։ Դրա համար են համարում, սա իրենց բիզնեսն է։ Այս երկիրը որոշ մարդկանց համար իրենց սա բիզնեսն է դարել։ Ինչեն այլ կերպ չեն պատկերացնում։ Ոնց դու կգնաս, գիտես, կյանքդ կդաս քո սեփականությունը պաշտպանելու համար, այսօր այս մարդկանց համար երկիրը նույն այդ գիտեք կարգավիճակում է հայտնվել։ Համարում են սա իրենց սեփականությունը, իրենց եկամուտի աղբյուրն է եւ ամեն ինչ պետք է անեն, իգին ամեն ինչի գիտեք պահպանեն դա, այսինքն իրենց աթոռները, որովհետեւ կարողանան քոյատևեն։ Այ իշխանափոխությունը դրա համար իսկապես շատ անհրաժեշտ է։ Ես կոնկրետ անձեր նկատի չունեմ, ես երևույթի մասին եմ ասում իսկապես։ Այսքան երկար ժամանակ նման արդյունքներով իշխանությունը իրավունք չունի շարունակել, գիտեք, երկիր ղեկավարել, առաջնորդել։ Գիտեմ, կարծում եմ, որ մեր ժողովուրդը արդեն սա գիտակցում է եւ այս ընտրությունները երևի թե լավագույն առիթն են, որ մենք կարողանանք հասնել իշխանափոխություն։ Պարոն Ասկանյան, կա, այսպես ասեմ, ինչ-որ արշավ կամ յուրահատուկ վերաբերմունք լարվածություն ձեր եւ իշխող ուժի միջև, ձեր եւ իշխանությունների միջև։ Մեր կողմից լարվածությունը կամ այսպես գիտեք բայկարը երևույթների դեմ է, երկրի վիճակի դեմ է, աղքատության դեմ է, գիտեք տնտեսական աճի բացակայության դեմ է, երկրի արտաքաղթի դեմ է, աղքատության դեմ է։ Մենք ուզում ենք գալ իշխանության երկրում իրավիճակ փոխելու, որովհետև գիտենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն, սպառել են իրենց։ Եթե կարողանային մի բան անել, կանեին մինչև հիմա։ Հասկանալի, նկատում եմ վտանգ զգում են ձեզանից, այսինքն ինչ որ կոնկրետ Բոլորից էլ զգում են վտանգ, որովհետև գիտեն իրենց հեղինակությունը։ Ես էլ շրջում եմ Հայաստանով մեկ, ասեմ, արդար ընտրությունների դեպքում, այսինքն եթե փող չպտտացնեն, մարդկանց չտանեն, չբերեն, գրկնագի քվեակցություն չլինի, չվախացնեն, ռեյտինգային համակարգը չլիներ, ես վստահեցնում եմ քեզ Ռուզան, որ այս իշխող ուժը 5%-ի շեմը չէր կարող հաղթահարել։ Իսկապես մարդիկ հոգնել են, չեն ուզում իշխող ուժի անունը լսեն, փոփոխություն են ուզում։ Երևույթն է բացասական։ Մարդիկ ուզում են նոր թեմքեր, այսինքն նայեք, ես իսկապես այս իշխանության մեջ եմ վստահ, որ մարդիկ կան, որ իրենք լավ գործ են անում, բայց ինքը այնպեսի եղել մթնոլորտը եւ այնքան սերտաճել է
բիզնեսը քաղաքականության հետ շահերի համընկնում լճացում է ահավոր ձևով եւ դա անպայման պետք է փոխել, այլևս երկիրը որևէ հերանեկար չի կարող ունենալ։ Պարոն Օսկանյան, կուզենամ մի հարցի էլ անդրադառնանք, երեք օրոդաշինքին իր աջակցությունը հայտնեց Սասնա ծռերի գործով կալանավորված Ժիրայր Սեֆիրյանն ու Վարուժան Ավետիսյանը, նրանք նշում էին, ողջունում էին, որ վերջապես կամի ուժ, որի աջակիցները փորձել են իրենց նաև ուժի միջոցով իրենց արժանապատվությունը պաշտպանել, ինչի մասին նաև դուք խոսեցիք։ Ինչ եք կարծում, այս հայտարարությունը, որտեղ աջակցություն են հայտնում ձեր դաշինքին, վնաս չի հասցնի ձեզ, նկատի ունեմ ձեր անունը չի կապվի այս միավորման Սասնա ծռերի հետ օրոդաշինքի անունը։ Ես զարմանում եմ, որ դու այդ կերպ ես ձևակերպում հարցդ, որովհետև հիշենք Սասնա ծռերի օրերին, թե ինչպիսի ժողովրդական աջակցություն ունեին այս տղաները, բոլորս լավ հասկացել ենք, թե ինչի այդ տղաները նման քայլի գնացել էին, ոչ, ես կարծում եմ, որ դա միայն դրական կանդրադառնա, ես ողջունում եմ նրանց հայտարարությունը եւ գոհունակություն եմ հայտնում, որ աջակցում են մեզ, որովհետեւ այդ տղաները որոշ սկզբունքային խնդիրներ են դրել ընդհանրապես մեր հասարակության առաջ, լուրջ խնդիրներ են բարձրացրել Լեռնային Ղարաբաղի հարցում, երկրում ժողովրդավարության ամրացման հարցում, գիտեք քաղաքական մենաշնորհի վերացման հարցում, երկրի ինքնիշխանության վերականգնման հարցերում Եվ ես ուրախ եմ, որ նրանք մեր մեջ են տեսնում, մեր քաղաքական ուժի մեջ են տեսնում այդ խնդիրների լուծողի որպես, ինչպես նաև այդ հարցերի բարձրացնողի եւ այդ սկզբունքների պաշտպանի, որտեղ դրանք կարևոր սկզբունքներ են, որ այդ տղաները բարձրացել են մեր հասարակության առաջ եւ նաև մենք դրական ենք վերաբերվել այդ հարցերին Եվ այստեղ այդ իմաստով ես եւ ողջունում եմ եւ դրական վերաբերմունք ունեմ գործնականում այն մասով, որ նրանք մեր մեջ տեսնում են այն ուժը, որ կարողանա այս խնդիրներին լուծում տալ։ Ես նկատի ունեի դուք չունեք մտավախություն, որ ձեր անունը կկապվի ԲՊՑ գնդի գրավման։ Սրանք հայրենասեր տղաներ են, Ղարաբաղի, Արցախի ազատագրման հարցում մեծ լումա ունեն, մեծ ներդրում ունեն։ Մեր ժողովուրդը շատ դրական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ եւ ժողովուրդը այդ օրերին իր դրական գնահատականը տվել է իրենց ուրեմն բարձրացած խնդիրներին եւ այնինչ արել են ես դիտարկել եմ այն ժամանակ էլ այսօր էլ քաղաքական հարթությունում որովհետեւ դա քաղաքական արարք է եղել եւ այդ հարթության մեջ պետք է դիտարկել ընդհանրապես նրանց ուրեմն վերաբերմունքը առհասարակ։ Ես ուզում եմ մի մեջ բերում անել պարոն Օսկանյան եւ կուզենայի ձեր գնահատականը դրա հետ կապված։ Անշուշտ մասշտաբները համեմատելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու եւ բռնության պատասխանելու առողջարար մղումը։ Նայեք, կարող է բարերի ընտրությունը, գիտեք, ես այլ կերպ ձևակերպեի։ Սա բռնության կոչ չէ, կոչ չէ կրկնում։ Ես ասացի, գիտեք, արժանապատվության պաշտպանության։ Ես միայն այդ հարթության վրա եմ դա դիտարկում, ինչ եղավ ջրարարքը ուրեմն գյուղում, դա այդ տղաների իրենց արժանապատվությունը պաշտպանելու եւ չընդգրկելու զենքի սպառնալիքի առաջ դրա դրսևորումն է եղել եւ դա ողջունելի է։ Եվ նաեւ ձեզ ողջունելու այդ հայտարարության մեջ նրանք կոչ են անում ժողովրդին պատրաստվել համաժողովրդական ընդվզման։ Դուք հնարավոր համարում եք նման սցենարի զարգացում, որ լինի իսկապես նման ընդվզում ժողովրդական ինչի։ Այո, բժան, մեր հիմնական կենտրոնացումը հիմա ընտրությունների վրա է։ Մենք կարծում ենք, որ մեր ժողովրդին ռեալ հնարավորություն է դրվել իշխանապողության հասնելու ընտրությունների միջոցով օրենքի շրջանակներում, ծամրալության շրջանակներում, նայած իշխանությունները ինչպիսի արարքներ իրենց թույլ կտան ընտրության օրը դրանից հետո ես կարծում եմ, որ դրանից հետո ժողովուրդը ինքը մեզ կհուշի, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել։ Հիմա մենք որևէ նախապաշարում չունենք, որևէ բանի չենք պատրաստվում, բայց անպայման կարծականքենք ու կընթարաչենք ժողովրդի պահանջին։ Այսօրվա իրավիճակը գնահատելով դուք հնարավոր համարում եք յետընտրական այդպիսի զարգացումներ, որոնք լայն ժողովրդական ընդվզում կարող են առաջացնել։ Ես այսօր միանշանակ հնարավոր եմ համարում ընտրությունների միջոցով ոչ իշխանական ուժերի երեքը
երեքով կարողանալ կառավարություն ձևավորել։ Ես սա ուղղակի տեսնում եմ միանշանակ ոչ թե հնարավոր է, սա փաստ է, այդպես էլ լինելու է։ Մնում է թե իշխանությունները գիտակցեն արդեն, որ սա նաև իրենց համար հնարավորություն է հանգիստ խաղաղ արժանավայել ձևով իշխանությունը փոխանցեն նոր քաղաքական ուժերի, որոնք թարմություն կբերեն եւ կկարողանան իսկապես ժողովրդին հույս տալ եւ երկրում իրավիճակ փոխել։